Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցը սկսել է Մայր Հայաստան հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով եւ հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Արտգործնախարարությունում տեղի ունեցած Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի առանձնազրույցից հետո էլ Միրզոյանը ընդգծել է, որ հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ փոխշահավետ գործակցության վրա։ Հանդիպումն արդյունավետ է եղել եւ դրական դինամիկա կա նաեւ հումանիտար ոլորտում։ Ռուսաստանի Դաշնությունն էլ պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին էլ նշել է Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ, նշել է Սերգեյ Լավրովը։ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայում կազմակերպված այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի բնակչությանը վերաբերող համաժողովի մասնակիցներին։ Ըստ նրա, այդ հարցը չի վերանա Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ տեղի չի ունեցել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը, եւ այդ ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Ուզում եմ մասնավորապես ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այդ ցանկությունն այս տեքստով ներկայացնելուց։ Այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ չի իրականացվել վերադարձը։ Անշուշտ անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն նաև իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին, ասել է Ալիևը ուղերձում։ Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինց ու գործով դատավարության հերթական նիստը, որի ժամանակ Վարդանյանը դիմել է դատարանին, բացառք հայտնելով գործը քննող դատավորների կազմին։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բացարկը, դատարանը հեռացել է միջնորդությունը քննարկելու համար։ Ընդունված որոշման պարարկությունները թողնվել է առանց քննարկման, այնուհետև ցուցմունք են տվել մի քանի տուժողներ։ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ազգերի միջև պատմական հաղորդակցության ուղի է։ Նա ասել է, որ թույլ չենք տա որևէ ոտնձգություն Իրանի եւ Հայաստանի ընդհանուր սահմանի նկատմամբ։ Օկուպացված Արցախի տարածքներում շարունակվում են Ադրբեջանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները։ Դրանց երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում եւ համակարգված գործողություններ, երկու կողմերի դաշտային հրամանատարների եւ մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։ Մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր համակարգ։ Այս մասին տեղեկացրել են դեսպանությունից։ Հարցազրույցի ամրագրման համար նախկինում գործածվող համակարգն ապակտիվացված է։ Կայք էջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով։ Հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ ներկայացնել, հարցազրույցի ավելի վաղ օր հայտ։ Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Այսպես լայն ժպիտով են նրանք միմյանց ընդունում։ Հունգարիայի վարչապետի հետ հանդիպմանն էլ Ալիևը սպառնացել է հայերին, ասել է վաղ թե ուշ Հայաստանը կհամաձայնի Ադրբեջանի պայմաններին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել։ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին։ Ալիևի այցից առաջ Ադրբեջանն էր ժամանել Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը եւ տեղեկություն եղավ, որ նրանք այցելել են Բաքվի ռազմական կառույցներ, նաև հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներից մեկը։ Հունգարիան ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել դեռևս 2014-ին։ Սա այն երկիրն է, որ ժամանակին հայ սպային կաթնահարած Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, այնինչ նա դատարանի որոշումով ցմահ պատիժը Բուդապեշտում պիտի կրեր։ Չուշացավ հետաքննական տեղեկությունը, որ Սաֆարովը հենց այնպես Ադրբեջան չգնաց։ Բաքվից Բուդապեշտին $7 միլիոն հենց նույն ընկերությունն է եղել, որ $2.9 միլիոն էլ կերակրել է իտալացի падգամավոր ԵԽԽՎ պատվիրակ Լուկա Վոլոնտեին։ Իտալացին Միլանի դատախազության քրեական գործով կաշառակերության համար 4 տարի գնաց ճաղերի հետևը։ Հիմա Բունդեսթագ։ Այստեղ մեկը չէ, որ ռեժիմով աշխատավարձ ստանալու պես կաշառվել է Բաքվից։ Էդուարդ Լինթեր, Աքսել Ֆիշեր, Կարին Շտրենց։ Նրա սիրտը պայթեց ինքնաթիռում, երբ իմացավ, որ կաշառքի գործով խուզարկել են տունը ու ամառանոցը։ Նրանք գերմանական դատախազության խոշորացույցի տակ են եղել։ Գերմանացի իրավապահները ֆիքսել են Մարկ Հաուփթմանն ու իր շատ կուսակիցը
կողմնակիցներ ծախվել են Բաքվին ու զբաղվել նրանց լոբինգով։ Մարդիկ ստացել են փող, գորգեր, նվերներ, կաշառվել են մարմնավաճառներով, ամենով ինչով հնարավոր է։ Ես ցնցված էի։ 30 միլիոն դոլար էլ հայտնի խավիարային դիվանագիտության պորտֆելը սկանդալը պայթեց Եվրոպայի կենտրոնում։ Hauptmann sein Mandat abgegeben. Մեղադրանքը սակայն սարքավորումներ գնելու մասին չի ասում, նա Բաքվի փողը բաժանել է գերմանացի մյուս լոբիստներին, Աքսել Ֆիշերը գերմանական կենտրոնական ֆիգուրներից է Եվրոպայի խորհրդում։ Գերմանական պատվիրակության ղեկավարն էր, որ Հայաստանի հարցով համազեկուցող է եղել։ Ինչ է կարել 4 միլիոնը։ Շատ հնչեղ է, բայց գրասենյակ ենք վարձել, սարքավորումներ գնել։ Մյունխենի դատավարության ընթացքում սակայն 80-ամյա քաղաքական գործիչը բնավ խղճի մասին չի խոսել, պատմել է, խոստովանել, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին падգամավորը Մյունխենում տեղի ունեցած դատավարության ընթացքում խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Ձեր խիղճը մաքուր է։ Այո, իհարկե։ Պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունը վճարել է իրեն, ձևակերպել է, թե իր կարծիքով նման լոբինգը գործնականում ամենուրեք է։ Մինչդեռ դատարանը կորոշի Լինթների ու նրա ճակերտավոր գործընկերների ճակատագիրը, ԵԽԽՎ-ն արգելել է նրանց մուտքը, Եվրոպայի խորհուրդ ոտք չեն դնի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ։ Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա նրա առաջին այցն է այնտեղ այն պահից ի վեր, երբ տարածաշրջանն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից։ Գործողության ավարտի մասին հայտարարվել է ապրիլի 26-ին։ Մինչ այդ Պուտինը տարածաշրջան էր ժամանել մարտին։ Այն թույլ էր տվել ռուսներին անցնել Ուկրաինայի զինված ուժերի թիկունքը Կուրսկի շրջանում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այն համոզմանն է, որ Ուկրաինայում ներկապահին չկան խաղաղության պայմանագիր կնքելու լիազորված անձինք, եւ սա է խնդիրը։ Մինչ այդ էլ Ռուսաստանի հետ Ուկրաինայի կողմից փաստաթղթերի ստորագրման մասին էր խոսել Դմիտրի Պեսկովը։ Նա նույնպես հայտարարել էր, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջև փաստաթղթեր ստորագրելիս Ռուսաստանի համար գլխավորը Ուկրաինայից ստորագրողի թեկնածությունն է։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Զելենսկու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա կարող է որոշել միայն ԱՄՆ նախագահը։ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը։ Տեսնենք, թե ինչ կանի Ռուսաստանը, ինչպես կվարվի, լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը ընդգծել է, որ կրիտիկական պահը հասել է Ուկրաինայի կարգավորման հարցում։ Միաժամանակ նա բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի, Զելենսկու եւ արևմտյան առաջնորդների հետ տեղի ունեցած զրույցը, կարծում եմ մենք շատ լավ խոսակցություններ ունեցանք, ասել է նա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին։ Այս մասին հաղորդել է CNN-ը։ Միացյալ Նահանգները ստացել են նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ասված է հայտարարության մեջ։ Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշել են չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մի շարք հարցերի շուրջ հյուրընկալող երկրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշել ենք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից հյուրընկալված G20-ին ոչ արտաքին գործերի նախարարության մակարդակով, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա շատ բաներով կապված է այն հարցերի հետ, որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասել է Մարկո Ռուբիոն սենատի լսումների ժամանակ։ Թերանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյն Զադեն, այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի պորտալը։ Հիշեցնենք, որ 23 թվականի հունվարի 27-ին նա ինքնաձիգով զինված հարձակում է իրականացրել Թերանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել դիվանագիտական առաքելության ևս 2 աշխատակից։ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Հռոմի Պապ Լեո 14-րդն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը, փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին։ Ստանալով սրբազան հոր Վատիկանում կողմերի միջև հաջորդ բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության հաստատումը, վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Լեո 14-րդ Պապին խաղաղությանը նրա անդադար հանձնառության համար, ասել է վարչապետը։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքներով զոհվել է 38 պաղեստինցի, որոնցից 24-ը Խան Յունիսում։ Այսպիսով մեկ օրում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 98-ի։ Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տներին։ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իսրայելի կառավարության անդամների կողմից աղետալի վիճակում գտնվող Գազայի ժողովրդի վերաբերյալ լարված ատելությամբ լի հայտարարությունները, նաև կոչ է արել թույլ տալ հումանիտար օգնության առաքումն անկլավ։ Ֆրանսիայի հարավում ամպրոպների և ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել, հեղեղվել է Սեն-Տրոպե էլիտար հանգստավայրի օդանավակայանը հորդառատ անձրևներից հետո Լամոլի ողջ տարածքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել, առնվազն 3 մարդ է մահացել, տեղական 11 ավտոմայրուղիներում երթևեկությունը խաթարվել է։ Լամոլ Սեն-Տրոպե օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ավելի քան 600 մարդ մնացել է առանց էլեկտրականության, ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր դեղին մակարդակը պահպանվում է երկրի հարավի և հարավ-արևելքի ավելի քան 300 դեպարտամենտներում, փակ են Նիցայի և Կաննի այգիները։ Սուպերմոդել Նաոմի Քեմբելը ցնցող պահեր է առաջացրել Կաննի 78-րդ կինոփառատոնի կարմիր գորգում հայտնվելով Ֆուորի կենսագրական դրամայի պրեմիերային։ 54-ամյա սուպերմոդելը շլացրել է իր դրամատիկ սև թափանցիկ ցանցես զգեստով, որը ասեղնագործված էր հարյուրավոր ոսկե քարերով։ Հիասքանչ հանդերձանքը ընդգծում էր աստղի կազմվածքը և գրավում բոլոր ներկաների ուշադրությունը։ Հարթ մաշկ համաչափ դիմագծել կատարյալ մարմիններ։ 21-րդ դարի բժշկությունն ու տեխնոլոգիաները մեզ նվիրել են մի աշխարհ, որտեղ գրեթե ոչինչ անհնար չէ, անպտղությունից մինչև հավերժ երիտասարդություն։ Հիմա արդեն գեղեցկությունն արարողն ու թելադրողը ոչ թե բնությունն է, այլ բուժական միջամտությունը։ Իսկ դրանց դիմելն իրական ցանկություն է, թե դարի թելադրանք, գուցե չափի զգացողության բացակայություն։ Շատ կոմպլեքսավորված էի զգում, դրա համար էլ որոշեցի դիմել միջամտության ու արդյունքում ունեցա ձգված կոպեր, գեղեցիկ շուրթեր, բայց դա միայն վատթարացրեց իմ առողջությունը, վնաս հասցրեց իմ առողջությանը, ընդհանուր մինչև տեսողության վատացում։ Հիմա դիմել եմ մեկ այլ մասնագետի, որի օգնությամբ էլ աշխատում ենք հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Համացանցը պայթում է էսթետիկ միջամտությունների լուսանկարներով ու կոսմետոլոգիական բում առաջարկներով, կնճիռների վերացում, ներարկումային պրոցեդուրաներ և այսպես շարունակ։ Իսկ նրանցից քանիսն ունեն համապատասխան կրթություն։ Մասնագետը պարտադիր պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն, նաև պարտադիր պետք է անցած լինի արդինատուրա մաշկաբանության և կամ պլաստիկ վիրաբուժության, որպեսզի ունենա համապատասխան լիցենզիա տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար։ Շատերի մոտ բացակայում է և դա բավականին ցավալի է։ Սխալ ներարկման արդյունքում դիմագծերս ասիմետրիկ դարձան, կախվեց դեմքս, շրթունքներիս ֆիլերն էլ միգրացվել էր ու իմ պատկերացրած գեղեցկուհուց ընդամենը 2 պրոցեդուրայի արդյունքում վերածվեցի սկսնակ մասնագետի սևագրության։ Ինքնահռչակ մասնագետների սևագրության արդյունքում շատերը ցանկալի գեղեցկության փոխարեն դրանց անցանկալի ու տհաճ անակնկալներն են վայելում, կորցնում են անգամ սեփական ինքնությունը, ինչն արդեն բերում է հոգեբանական խնդիրների, իսկ ամենավտանգավորը ոչ բոլոր մասնագետներն են նախապես զգուշացնում վտանգների մասին։ Որոշ զոնաներում ներարկումներ սխալ դոզավորմամբ կատարելու պարագայում պացիենտը կարող է ձեռք բերել կուրություն, անգամ մինչև իշեմիա, նեկրոզ, այսինքն հյուսվածքների մեռուկացում, նաև անաֆիլակտիկ շոկ, ալերգիկ ռեակցիա և մասնագետի ոչ բավարար կրթվածության պատճառով այդ շոկը կարող է չբուժվել։ Մահացության դեպքեր Հայաստանում արձանագրվել են հատկապես վերջին տարիներին և միջամտության ընթացքում և վերականգնողական փուլում։ Ապացույցը նրա, որ նման փոփոխությունները ռիսկային են, ուստի հարկավոր է երկար մտածել, թե որոշում կայացնելիս և թե մասնագետ ընտրելիս։ Հակացություններ կան, հղիությունը և կրծքով կերակրման շրջանը սիրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդություններն են, որոնց պարագայում ևս հակացուցված են։ Զարկերակային ճնշումը, հիպերտենզիան, մյուս հակացումը շաքարային դիաբետն է, կրկին անկառավարելի վիճակ։ Միջամտությունները դրական ու ցանկալի արդյունք են տալիս, երբ կատարվում են խելամիտ ու վերահսկելի պայմաններում, սակայն հաճախ դիմելով 1 կամ 2 պրոցեդուրայի մարդիկ կորցնում են չափի զգացողությունը, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։ Մասնագետն ասում է, գեղեցկությունն արժեք ունի, եթե նրա համար չես վճարում, առողջությանդ հաշվին։